Տիկին Օլգա, անձնական կյանքում դժվարություն նաև։ Ես գիտեմ, որ դուք ձեր ամուսնու հեշտ չեք տարել։ Անձնական կյանքում պետք է ասեմ երջանիկ կանանցից մեկն եմ, որը շատ գեղեցիկ ընտանիք եմ ունեցել եւ շատ լավ հարաբերություններ, ամուսինս բժիշկ էր, 3 երեխա ունեմ, 2 աղջիկ մի տղա, մի աղջիկս կենսաֆիզիկա, մյուս աղջիկս բժշկուհի է եւ ղեկավարում է Արարատի մարզի երեխաների վերականգնողական կենտրոնը, տղաս տնտեսագետ է եւ ընտանիքը բավականին երջանիկ եմ ապրել, որովհետև ուզում եմ շատ խելացի կեսուր, ես մինչև հիմա այս կեսրոջից ասվածները կրկնում եմ եւ հաղորդում եմ, ասում եմ տեսեք, ուրեմն կարելի է ես ասեմ, 3 կեսուրից ասացվածքը ունեմ, որը կյանքումս օգտագործում եմ, ասում եմ այնքան քաղցր մի եղի որ կլանեն, այնքան է դառը մի եղի որ թկանեն։ Ինչը կրկնապատես կկարճանա, խոսքը կրկնապատես կերկարի, այսինքն գործը ասեցիր եւ անցար։ Չսովորացրածը մի սովորեցրու, սովորացրածն էլ մի կտրի։ Ու այդ 3 բանով եւ փոր իր ասա, շատ խելացի կիներ, լավ երեխաներ ուներ 6-ը, ամուսինս բժիշկ էր, իր փոքր տղան էլ փիլիսոփայության դոկտորա Ֆելիքս Կարապետյանը, բժշկական բանի համալսարանի դասախոսներից, այսինքն ինքը կրթություն չունենալով, այս կինը կարողացել էր այսպիսի երեխաներ դաստիարակել, եւ ես իրենից շատ մեծ բաներ էի սովորում, թորնիկներս նույնպես, տղաս մի անգամ դպրոցից եկել է տարական դասարանում, եկել ես ուսուցիչ եմ, դե ժամը 2-ին եմ արդեն եկել, տեսնեմ կանգնած է դռան առաջ։ Ասում եմ, ինչի ներս չես գնացել։ Ասում է, տատին ասել է, ով 4-ը ստանա, տուն չմտնի, պետք է բոլորը 5 ստանաք։ Այսինքն կրթությանը մեստեղ էր տալիս եւ երևի բախտը շատ էր բերել այդ տեսակետից, բայց դժբախտաբար շատ շուտ կորցրեցի ամուսնուս, 55 տարեկան է, 2 երեխաներս դեռ ոչ աշխատում էին, ոչ էլ ամուսնացած էին, բայց ես իմիջ այսպեսի մի ուժ գտա մտածելով, որ ամեն մեկի համար ինչ որ ժամանակ է որոշված։ Եթե գնաց, ապա ես պարտավոր եմ անել եւ հոր եւ մոր պարտականությունները եւ Փառք Աստծո կարողացա իմ մեջ գտնել այդ ուժը ու մինչեւ հիմա էլ կարողանում եմ, ասենք կյանքը պետք է վայելել, կյանքը տրված է, ամեն մեկին իր կյանքն է տրված։ Շատ ծանր է, բայց պետք է այդ վիճակից դուրս գալ եւ առաջ նայել, որտեղ կյանքը միջալոց կարճ է։ Հիմա կարծում եմ բավականին կարճ։ Անուն երեխեքի նաև երեխաների բովանդակալից ապրել։ Հիմա 7 թորնիկ, ամենամեծ թորնիկս համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսում է արդեն, իսկ փոքր թորնիկս առաջին դասարան է գնալու 7 թորն է։ Հարցս որ աշխատանքի էր գնում, դե ես տարբեր տեսակի բաների եմ մասնակցում, բաների միջոցառումների դասընթացների, հիմա խոհանոցում խոսում ենք, ասում եմ դե ես վաղը 11-ին պետք է Երևանում լինեմ, ասես մամա, բայց երեխաները ոնց եւ այլ տղաս կողքից լսած մամա ինչ ա եղել, ասի չի ուղղակի ուզում ենք ժամը տեղավորենք, ասեց ինչի մասին է խոսքը, դե ասես 11-ի մաման ուզում է գնա, ես էլ աշխատանքի եմ երեխաները, ասես նելի լավ լսիր։ Մամաս ուր ուզի, երբ ուզի, ինչքան ուզի։ Ուզում ես աշխատանքի մեջ։ Գիտեք ինչ կա, կարծես թե մի մեծ սյուն քո կողքին է, պետք է ընտանիքի անդամները արժեքավոր են։ Ասես իմ ծնողը ինձ այնքան է արել, որ եթե ես 30%-ն էլ կարողանամ հատուցել, շնորհակալ կլինեմ։ Տիկին Օլգա, ես վստահ եմ, որ ձեր օրինակն են, ինչպես ձեր կեսրոջ օրինակը, օրինակը ձեր հարսի համար, որպես կին արժևորված լինելու։ Շատ հետաքրքիր օրինակ է։ Շատ հետաքրքիր է, որովհետև իսկապես այդպես է։ Ես ասենք զբաղվում եմ այն գործով, ինչ որ ես ուզում եմ։ Այն մնացած գործերը ես արել եմ ժամանակին, մտածել եմ, որ այդ աման լվալը, մաքրել, լվացքանել եւ այլն ես արել եմ ժամանակին։ Հիմա այդ ժամանակն է, որ այդ երիտասարդը պիտի անի ավելի արագ անում եւ կարող եմ ասել գուցե մեկ էլ մենք գուցե այնքան չենք կարողանում, մեկ էլ դուր չի գալիս, որ մենք ենք անում։ Պետք չի անենք։ Ամանները, ես ասում եմ ամանները լվանան, մամա ձերք մի տուր, լցրու բանը, ռակավին մեծ բանը, ասենք ես կգամ կլվանամ լվացարանը։ Ես էլ ասում եմ, ուրեմն դուրը չի գալիս։ Ինչ լավ այդ ամանը չեմ լվա։ Հասարակական գործունեությամբ կզբաղվեմ։ Հասարակական գործունեությամբ, եւ դա շատ է օգնում, եւ թորներիս,